Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարետյանը 1999-ի սեպտեմբերին չգիտեր Հայաստան Սփյուռք առաջին համաժողովին հրավիրյալի իր կարգավիճակը։ Չեմ բազաբես նստելու, որևէ մասնակցություն էի ունենալու, թռներն էի բացելու, թե ջուրերն էի տալու խոսողներին չգիտեի։ Ինքը չմասնակցեց այդ համաժողովին, սակայն աշխատանքներին հետևեց մինչև վերջ։ Այդ համաժողովի արդյունավետությանը Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններում այս մարդը չէր հավատում։ Սփյուռքն ըստ նրա նույնիսկ որպես Սփյուռք գործելու մեխանիզմներ չունի, այնտեղ միավորում չկա։ Մտածել, որ այս ստատուսով Սփյուռքը 1001 խմբակցություններով եւ ունենալով գազագերբությունները ներկայացնելով Սփյուռքի միայն մեկ փոքր մասը եւ ոչ ամենեն պատրաստված մասը, ոչ ամենեն հարուստ մասը, ոչ ամենեն զարգացած մասը, ամենեն ակտիվ մասը կարելի է ասել։ Պարոն Լիպարետյանի տպավորությամբ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը մտածում էր, որ եթե ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում բերի առաջին պլան, Սփյուռքն այստեղ փող կթափի։ Ես չեմ տեսնել, որ այդպես է։ Պատմաբանը առաջին նախագահի հիշատակած այն 6 մարդկանցից մեկն էր, որն ամբողջ խորությամբ տիրապետում էր Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին։ Քոչարյանի օրոք իրականացված բանակցություններից գաղափար չունի, բայց ըստ նրա բանակցային փաստաթղթում կամ պետք է դրված լինի Ղարաբաղի կարգավիճակը, կամ պետք է այն արդեն լուծված լինի։ Ես չեմ պատկերացնում, աշխատանք չեմ տեսած, այս երկու տարվա մեջ չեմ լսած, որ ստատուսի հարցի վերաբերյալ բանակցություններ են եղած։ Պարոն Լիպարետյանը կանխատեսում է, որ որքան ժամանակ անցնի, այնքան ցավոտ ու դժվար կդառնա տարածքներից դուրս գալու հարցը։ Եթե մինչև այսօր այդ տարածքների մի մասն անվտանգության երաշխիքներ էին, կամաց դրանք իրենցից վտանգ են ներկայացնում։ Որովհետև Ադրբեջանը մի օր, եթե չստանա, ցևը գտնելու է ստանալու, որը բարակային Ղարաբաղի սահման չի կանգնիր, եթե հասնի։ Ըստ նրա քաղաքական եւ ռազմական գործիչները պետք է ժողովրդին համոզեն փոխզիջումների հարցում, մինչդեռ Հայաստանում 1999-ի աշնանը ավելի շատ զինվորականներ կան իշխանության մեջ, քան քաղաքական գործիչներ։ Հիմա եթե կարելի է որպես քաղաքարդել մաքսիմալ արդյունքներ ստանալ փոխարեն, սկզբունքային հարց չունեմ, բայց բահելը կնշանակե հարցը չլուծել եւ թերևս վատ լուծել։ Իդեպ Ժիրայր Լիպարետյանը չգիտեր, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ինչ է հասկանում արտաքին քաղաքականություն ասելով։ Նրա կարծիքով արտաքին քաղաքականությունն այն է, երբ հարևանների հետ խնդիրներ չունես։ Այսօր պարոն Լիպարետյանը գրքեր է հեղինակում Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական խնդիրների մասին։